Ուրեմն կարճ խոսեմ կապված Երևանի տեղական տուրքերի եւ քվեարկության հետ կապված։ Անդիմության ձայները 33 են, իշխանության ձայները 32։ Պատասխանեմ պարոն Մանուկ Սուքիասյանին, ինչն է տարբերությունը բոյկոտելու կամ քվեարկությունով դեմ անելու։ Ընդհանուր փաթեթը ներկայացված է չզեկուցվող փաստաթով 21 հարց է։ Այն որ այդ 21 հարցերից ձեր համար նույնպես ընդունելի է լավագույն ապացույցներն է, որ ընդամենը մեկ հարց եք ուզում զեկուցվողից դարձնեք զեկուցվող։ Այստեղ օրինակ 12-րդ հարցում Գայանե Պետրոսյանին եւ Ալլա Մանուկյանին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու մասին։ Այսինքն եթե բոյկոտում ենք, այս մարդկանց այդ վկայագիրը նույնպես չէր տրամադրվում։ Հիմա ինչ է ստացվում։ Դուք չեք կարողանում ձեր մարդկանց ապահովեք, որ իրան գան, մարդիկ դրա համար պիտի վկա Հասկացանք էլի, հասկացանք, չապի մեջ, ասենք այս չապը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում, սա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք, մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներիդ, ապերավատ լնողներին, են ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում է լավ լռությունը ասեցի, Այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք եւ ուշադիր լսեք։ Ջորջ ջան, ձեր չափերը ճանաչեք եւ սա ձեզ վերջին նախազգուշացումն է։ Սենց հանգիստ, տենց երկար տարել ենք, ինչքան չենք խոսացել, այդքան ավելի եք, ոնց որ տենց ինքներդ ձեզ ոգևորել եք, նստեք, պարոն Քոչարյան, նստեք, ասում եմ, նստեք եւ լսեք, ուրեմն սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սուս մնա, լավ, լրի նստի տեղդ, պարոն Գալստյան, ասեցի լրիր եւ նստի տեղդ, պարոն, չէ, Ժորժ ջան, դուք մի խառնվեք, նստեք, չէ, մի արձագանքեք, նստեք, վերջ, պարոն Գալստյան, շարունակեք։ Շնորհակալություն, շարունակեմ։ Ընդհանրապես պետք է բոլորով ներկայանայինք, հարցը չզեկուցվողից դարձնենք զեկուցվող, քվեարկենք դեմ եւ չերանցնի։ Լռություն։ Ես ինքս հենց հիմա տակություն ունեմ, բայց եկել եմ։ Դա մեկ։ Երկրորդ եթե նկատեցիք քվորումը 55 հոգի է եղել, 9 հոգին ուր են, բոլորը հիվանդ են։ Լավ, Ժորժ։ Փառք ու պատիվ։ Այդքանը ընդհանրապես կարող եմ ասեմ, ամեն մարդ ճիշտ կլի ինքը իրանի սկզբում պահանջի, հետո նոր ուրիշներից։ Շնորհակալություն։